Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 5։ Եվ այնտեղ հացկերություն արին նրա համար, և Մարթան ծառայում էր, և Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Հովհաննես 12-րդ գլուխ 2-րդ խոսք։ Քրիստոսը նախկինում Մարթային հանդիմանել էր, որովհետև նա չափազանց զբաղված էր ծառայություններով ու հոգսերով։ Սակայն Մարթան չդադարեց ծառայել, ինչպես ոմանք, որոնք երբ նրանց մեղադրում են մի բանում չափն անցնելու համար, նեղ սրտորեն ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ։ Նա շարունակեց ծառայել, բայց այնպես, որ կարողանար լսել Քրիստոսի շնորհառատ խոսքերը։ Մարիամը սիրո նշան տվեց Քրիստոսին, որն արդեն իսկ իր սիրո իրական նշաններն էր ցույց տվել նրան և նրա ընտանիքին։ Աստծո օծյալը պետք է լինի նաև մեր օծյալը, ինչպես Աստված նրա վրա ուրախության յուղ թափեց առավել, քան նրա ընկերների վրա, այնպես էլ մենք պետք է նրա վրա թափենք մեր լավագույն զգացմունքների ու սիրո անուշահոտ յուղը։ Մենք չպետք է կարծենք, թե նրանք, ովքեր չեն ծառայում մեր ձևով, Աստծուն ընդունելի ծառայություն չեն մատուցում։ Հողի հանդեպ գերիշխող սերը սրտի գողություն է, այն գողանում է մարդու սիրտը Աստծուց։ Քրիստոսի շնորհը բարեհամբույր մեկնաբանություն է տալիս բարեպաշտ խոսքերին և գործերին, լավագույն կերպով է գնահատում այն, ինչում թերություն կա, և առավելագույն արժեք է տեսնում այն ամենում, ինչ բարի է։ Հնարավորությունները պետք է ճիշտ գործածվեն, հատկապես այն հնարավորությունները, որոնք հավանաբար կարճատև են և շուտով կանցնեն։ Ղազարոսին սպանելու միջոցով հրաշքի հետագա ազդեցությունը կասեցնելու ծրագիր կազմելը այնպիսի չարություն, ողակալություն և նենգություն էր, որ այն հնարավոր չէ բացատրել այլ կերպ, քան մարդկային սրտի Աստծո դեմ ուղղված հուսահատ ու կատաղի թշնամությամբ։ Նրանք որոշեցին, որ պետք է մահանա այն մարդը, որին Տերը հարություն էր տվել և վերադարձրել էր կյանքի։ Հենց այդպես էլ ավետարանի հաջողությունն ու տարածումը հաճախ այնքան է բարկացնում չար մարդկանց, որ նրանք խոսում և գործում են այնպես, կարծես հույս ունեն հաղթանակ տանել հենց ամենակարող Աստծո նկատմամբ։